Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20742 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 352 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 414 ոչ թափ վարորդ, 527 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 102 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 713 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 193, թմրանյութի հայտնաբերման 57, մարմնական վնասվածք պատճառելու ֆիզիկական ներգործության 58, հոգեկան ներգործության 43, խարդախության 41, անձնական ունեցվածքի գողության 30, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 42 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 44 հետախուզվող, 5 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 10 դեպք, 7 օրում գրանցված 84 ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածք ստացել 98-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 494 դեպք, 120-ը արտակարգ, մասնավորապես Հրդեհի 68, Հրդեհի ծագման սպառնալիքի 29, ճանապարհատրանսպորտային պատահարի 38, կենցաղային կանչի 181 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 46 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 90 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բացահայտումը։ Համայնքային ոստիկանության Արտիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների տիրասներից ապրիլի 23-ին պարզվեց, որ փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում անչափահասների, խոստանալով գումար։ Այս գործակն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները։ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդը իրենց տան բակում չափահասներին վճարել է 10,000-ական, իսկ անչափահասներին 5,000-ական դրամ եւ խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։ Դեպքին առնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի 4 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափաման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, նրա մոր եւ քրոջ նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները։ Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից, ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում, իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր, հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։ Ապրիլի 12-ին առավոտյան ժամը 6:30-ին Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։ Պատանին ընդունեց, որ հիշյալ 8 հափշտակությունները կատարել է ինքը, նաեւ հավելեց, որ այդ օրերին Աչափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ եւս։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած բոլոր մեքենայատերերին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են։ Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Անահիտ Անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա եւ կախազարդ, պատճառելով 2.900.000 դրամի նյութական վնաս։ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգևան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը եւ հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։ Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, կատարվում է նախաքննություն։ Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել։ Կալանավորվել է 3 անձ, մեկը ձերբակալվել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն, նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն, երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ 4 երիտասարդ Mitsubishi մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց եւ իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն, հանդիպել են նրանց։ Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նրանք դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել եւ տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։ Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 3 անձ կալանավորվել է, մեկը ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։